Պատերազմի սպառնալիքը որպես նախընտրական շանտաժ եւ խաղաղության խոստումը որպես կեղծիք դարձել են հանրային օրակարգի առանցքային թեմաները։ Համահայկական հասարակական դաշինքի քննարկումը նախընտրական հռետորաբանության, հասարակության վրա դրա ազդեցության մասին է։ Ամեն ինչ սկսվում է կրթությունից։ Առաջարկ Հայաստանին ծրագրում նախանշված են կտրուկ ու հիմնարար փոփոխություններ։ Տեսանք ինչ կատարվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ապաթիա տեղի ունեցավ, արդարության զգացողությունը կորցրեցին երիտասարդները եւ ընդհանրապես որոշեցին, որ իրենք երկրի ապագայի եւ քաղաքական process-ների հետ կապված ոչ մի առնչություն պետք է չունենան, չունեին արդարության զգացողություն 2025 թվականի նոյեմբերին, երբ քաղաքական process-ները այսպես ուժգնացած չէին, Գագիկ Ծառուկյանը ազդարարեց առաջարկ Հայաստանին ծրագրի ներքո երիտասարդների միջև մրցույթ, որտեղ երիտասարդները ոչ միայն պետք է խոսեին իրենց խնդիրների մասին, այլ նաև լուծումներ եւ առաջարկներ տային այդ խնդիրներին։ Այսօր արդեն նախընտրական փուլում առաջարկ Հայաստանին ծրագրում մենք ունենք այն կարևորագույն կետերը, որոնք հենց երիտասարդների հետ շփումների եւ նրանց աշխատանքները ուսումնասիրելու ներքո ստացել ենք։ Կրթությունն ուղիղ կապ պետք է ունենա աշխատաշուկայի հետ, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ կարողանա ոչ միայն սովորել, այլև կայուն հիմք ստեղծել իր ապագայի համար։ Մեր ծրագրում զետեղված այդ կետերը ոչ թե ինչ-որ վերացական բաներ են, որ ուղղակի նստել ենք, մտածել ենք, որ ականջահաճո կլինի կամ գեղեցիկ գրված կլինի պարզապես, այ տեսնում եմ, որ իսկապես դրանք այն խնդիրներն են եւ այն լուծումներն են, որոնք այսօր հուզում են երկրում յուրաքանչյուր երիտասարդի, ես համոզված եմ դրանում։ Իշխանությունը սեփականշնորհել է խաղաղություն բառը, սակայն իրականում երկիրը կանգնեցրել է ուժային դիսբալանսի առջև։ Անվտանգային հարցերի լուծումը նույնպես պարզ է։ Հետ պատերազմյան հասարակությունները որպես կանոն ֆոբիա են ունենում պատերազմի նկատմամբ։ Սա միայն հայկական երևույթ չի։ Սա այդպես է նման ծանր արավիր կապրած բոլոր ժողովուրդների պարագայում։ Հետևաբար իշխանության այս թեզին պետք է գտնել հակաթեզեր։ Այո, առաջարկ Հայաստանին ծրագրում կա այդ մոդելը, ուրախությամբ պետք է արձանագրել, որ այլ ընդդիմադիր կուսակցություններ էլ վերցրել են այդ մոդելի մի շարք բաղադրիչներ եւ քննարկում են, խոսքս այդ երաշխավորված խաղաղության մոդելի մասին է։ Ինչ է երաշխավորված խաղաղության մոդելը։ Դա չի ենթադրում Հայաստանի հրաժարում իշխանափոխության պարագայում Հայաստանի հրաժարում ստանձնած միջազգային պարտավորություններից։ Խաղաղության գործընթացը պետք է ամրապնդվի որոշակի միջազգային երաշխիքներով, որովհետև ուժային դիսբալանսի պայմաններում, երբ որ մի կողմից Ադրբեջանն այլ մաքսիմալիստական օրակարգով, մի կողմից դրան դիմակայելու ռեսուրսներ չունեցող Հայաստանը ցանկացած փաստաթուղթ Թամենը մի քանի ժամ հետո կարող է զրոյացվել։ Սուրենյանցի խոսքով իշխանության միակ դաշնակից նապատիկ հասարակությունն է։ Այժմ տեղի է ունենում պետական մակարդակով մանիպուլյացիա, որին պետք է հակադրվել ոչ թե զգացմունքներով, այլ հաշվարկված ռազմավարությամբ։ Մենք երբեք չենք առաջարկում, որ Հայաստանը մեր իշխանության գալու պարագայում ենթադրենք հրաժարվի միջազգային պարտավորություններից։ Մենք ասում ենք նույնիսկ եղած պարտավորություններում կան կետեր, որոնք էապես ուժեղացնեն Հայաստանի բանակցային հնարավորություններն ու դիրքերը։ Եթե ձեռք բերված պայմանավորվածները ամրապնդվեն միջազգային միջնորդներով, երաշխիքներով, վերահսկողության մեխանիզմներով։ Արևմտյան չափանիշների անվան տակ երկրի անվտանգության դիվերսիֆիկացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Հասարակությանը հստակ քայլեր են պետք, ոչ թե խոստումներ։ Առաջարկ Հայաստանի պլատֆորմը ըստ էության այսօր հանդիսանում է այն ֆունդամենտալ, ես ընդգծում եմ, հարթակը, որտեղ կան լուծումներ։ Գործընկերները ասեցին երաշխավորված խաղաղության մասին։ Այսօր Հայաստանում կատարում է շանտաժ, ժողովրդին շանտաժի են ենթարկում։ Կամ պետք է իրենք լինեն, կամ կլինի պատերազմ, կամ պետք է իրենք լինեն, կամ իսկ եթե իրենք չլինեն, ուրեմն ոչ մի բան չի լինի։
Իշխանության միակ կրվանը շանտաժն է, քանի որ այլևս չկան բովանդակային փաստարկներ, ասում է Աբովյանը։ Պատերազմի լինել-չլինելը չպետք է կախված լինի այս կամ այն քաղաքական ուժի որոշումից։ Առաջարկ Հայաստանի կոնցեպտը, պլատֆորմը, ինքը իր մեջ չի ենթադրում լոկ խնդիրների արձանագրում։ Կրկնեմ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որը ուղղակի ասեց, խնդիրների մասին բոլորը խոսում են, բայց լուծումները գալիս են եւ հասնում են լոկ կենացային մակարդակի։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։